Տղամարդիկ պարզապես չեն ուզում պատասխանատվություն վերցնել, կանայք սկսել են ավելի շատ ֆինանսական ծանրաբեռնվածության տակ դնել տղամարդկանց եւ գուցե դա պատճառներից մեկն է, որ տղամարդը խուսափում է պատասխանատվությունից։ Կանայք ստանձնել են դրսի եւ ներսի բոլոր պարտականությունները եւ շատ հաճախ մտածում են այդ դեպքում ինչու է ինձ պետք ընտանիք կոչվող բեռը, որտեղ որ ես ինձ լիարժեք ազատ չեմ զգում։ Դրա հետ կապված որոշ ավելի խորը մտածող տղամարդիկ պատրաստ են իրենց կանանց ավելի շատ ազատություն տալ, բայց որտեղ ազատությունն է, այնտեղ պարտականություններն են։ Եթե դու արդեն ուզում ես մեքենա վարես, ինչու՞ չէ, ուրեմն երեխաներին դու կարող ես տանել դպրոց։ Ինչու՞ չէ, տղային ֆուտբոլ էլ կարող ես տանել։ Ինձ ասում է, դե ֆուտբոլ է, դու տար երեխային։ Ասում եմ, ի՞նչ տարբերություն։ Ես էլ ֆուտբոլ չեմ սիրում։ Հասկանում եք, երբ որ մենք նվաճում ենք ինչ-որ մի բան, փոխարենը ինչ-որ մի բան պետք է զիջենք։ Եթե մենք ավելի շատ ազատություն ենք ձեռք բերել, ապա այդ ազատության մեջ ինչ-որ պարտավորություններ են առաջանում։ Մյուս կողմից էլ, եթե տղամարդը ուզում է ունենալ իրավունքներ, իրավունքը առանց պարտականության չի լինի։ Եթե դու ասում ես, ես ինչա 3 րոպե աշխատանքից ուշացար կամ 10 րոպե ուշացար, ավելի լավ է դու նստի տունը մի աշխատի, դե պարզ է, այդտեղից արդեն պարտավորություններ է առաջանում, բոլոր ֆինանսական խնդիրները մնում է քո վրա։